Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Եվ այս թողարկման ընթացքում ձեզ համար կզրուցեն ազգ նախաձեռնության անդամ Արփի Թոքչյանը եւ հայկական ընտրություն նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը։ Պարոն Աղայան, շնորհակալ եմ շատ հրավերը ընդունելու համար։ Ճիշտն ասած, ձեզ հրավիրելը պատահական չէր, որովհետև ուզում եմ խոսել մեզ համար շատ կարևոր, բայց նաև թերագնահատված մի թեմայից, կամ միջև վերջ խորքային չվերլուծված թեմայից, դա մայիսի 12-ի զինադադարն է, սիմվոլիկ առումով մի քանի օրից այդ օրն է։ Եվ ուզում եմ, որպեսզի մենք դրան անդրադառնանք քաղաքական տեսակետից, ոչ թե ուղղակի փաստը արձանագրենք առաջ կամ փաստաթուղթը կարդանք, ուզում եմ այդ թեմային անդրադառնանք, բայց նախ որպես իրադարձությունների մասնակից եւ ականատես նաև անդրադառնանք Շուշիի ազատագրմանը, ինչ էր տեղի ունենում նախորդող օրերին օպերացիայի հետ կապված եւ մեզ համար դա սիմվոլիկ առումով, խորհրդանշական առումով շատ կարևոր հաղթանակ էր եւ սկսենք դրանից ու այնուհետեւ գանք մայիսի 12-ի զինադադարին։ Դե նախ մի անգամից ասեմ, որ Շուշիի գործողությանը չեմ մասնակցել եւ ընդհանրապես պատերազմական գործողություններին այդպես է ստացվել, որ ուղղակի մասնակցություն չեմ ունեցել։ Շուշիի հետ կապված իմ թերևս ամենատարօրինակ մասնակցության ձևն է եղել, դա նախքան Շուշիի գործողության նշանակվելը կար մի հետաքրքիր իրավիճակ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ձգձգում էր Շուշիի գործողությունը։ Այն որ Շուշին պետք է ազատագրվեր, մենք կանդրադառնանք դրա փիլիսոփայական կողմին էլ հայերիս համար, հա, մենք ոնց ենք ընկալում ինչի համար է պետք ազատագրվի Շուշին։ Բայց կար ուղղակի ռազմական արդեն անհրաժեշտությունը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի համար Շուշիի գործողության հրաման տալը մեծագույն քաղաքական, այսպես ռիսկի հետ կապված մի բան էր ընկալվում, ինչպես հետագայում բոլոր գործողությունները Արցախյան պատերազմում, նա վերջապես համաձայնվել էր, որ հա առանց Շուշի հնարավոր չի, ասենք Ստեփանակերտում հայության մնալը, որտեղ հենց Շուշիից էր հիմնական գնդակոծումները, եթե ավիացիան չհաշվենք, իսկ ավիացիան մենք պետք է հասկանանք, որ այդ բոլոր ռուս-ուկրաինացի օդաչուները իրենց ռազմամթերքը ամբողջությամբ չէր, որ Ստեփանակերտի վրա էին դատարկում։ Ստեփանակերտի շրջակայքի անտառներում կան բազմաթիվ այդպես նետված բաներ, որոնք ուղղակի անտառում գցում էին, վերադառնում էին, ասում էին հա Ստեփանակերտի վրա գցեցին։ Եվ ավելի արդյունավետ էին Շուշիի տեղակայված գրադերը, որոնք ավելի եւ մյուս հրետանին, որոնք ավելի այսպես արդյունավետ էին վնասում, խոցում Ստեփանակերտյան թիրախներ տարբեր։ Եվ կոնսենսուսը կար Շուշին պետք էր բան անել եւ այդ որոշումից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես թե առաջին թույլտվությունն է տալիս գործողությունից առաջ տարբեր գյուղեր ազատագրելով նախապատրաստել այն իրավիճակը, որպեսզի Շուշիի այդ շրջապատման գործողությունը իրականանա։ Բայց կարծես թե նա հաշվարկել էր, որ այդ գյուղերի ազատագրումը պետք է շատ երկար տևի, բայց դրանք շատ արագ ազատագրվեցին։ Եվ այդ Շուշիի տարբեր կողմերում գտնվող գյուղերը, որտեղ եւ նաեւ այն գյուղերը, որոնք գուցե Շուշիի հետ կապ չունեին, բայց այնտեղ ադրբեջանցիները լուրջ ներկայություն էին եւ կարող էին խանգարել տարբեր լուրջ գործողությունների իրականացումը, դրանք շատ արագ ազատագրվեցին եւ դրանից հետո բոլոր այն քաղաքական միավորները, արցախցիները անընդհատ պահանջ էին ներկայացնում, դե հիմա երբ ենք Շուշին վերցնում, երբ ենք Շուշին վերցնում։ Եվ այն ժամանակվա հրեշական ղեկավարությունը տարբեր արդարացումներ էր բերում, ռազմամթերք չկա, վառելիք չկա, սա չկա, նա չկա, եւ այդ շրջանում ինձ բաժին հասավ վառելիքի գնման օպերացիային մասնակցեմ, որը դաշնակցությունն էր կազմակերպել եւ ես մի ահռելի սպորտային պայուսակով փող եմ տարել Գրոզնի, որպեսզի գնենք վառելիք, եկել այնտեղ մի օդանավ Yak-42, որը պատրաստվում էր ուղղակիորեն իջնել Խոջալույի օդանավակայանում այն ժամանակ, որովհետև կասկած կար, որ եթե գա Երևան, հետո Երևանից չեն տանի, միանգամից ուզում էր այնտեղ իջնել, այսպեսի ինչ որ խուճուճ օպերացիա էր մշակված, մի քանի օր այդպես անցկացրեցի Գրոզնիում որոշակի արկածներով,
ուղղակի պատկերացնենք վիճակը, այսինքն օրվա ղեկավարությունը ասում է սա չունենք, նա չունենք եւ օրինակի համար տարբեր ջոկատներ կամ այդ թվում դաշնակցությունը որպես բավական լուրջ դերակատար ռազմական իմաստով այն օրերին գնում ասենք Բաթումիում փամփուշտ է գնում, Գրոզնիում վառելիք է գնում, որպեսզի Շուշիի օպերացիան հնարավոր դառնա։ Մի քիչ աբսուրդային վիճակ է։ Բայց գալիս է օրը մոտենում է եւ հանկարծ հրաման է գալիս Երևանից շատ արագ սկսեք Շուշիի գործողությունը։ Այն աշճանի արագ են պահանջում սկսել, որ տեղական հրամանատարները, այնտեղ վաշտեր էին արդեն ձևավորվել, ապագա պաշտպանական բանակի կորիզներ արդեն ձևավորվել, ասած ոնց որ մի քիչ ըմբոստանում են, էլ այդպես հեշտ խաղալի քոչի 1-2 օրում միանգամից գործողություն սկսել, պետք է դիրքերը բան անել, ինչ որ դուրս գալ դիրքերի ինչ որ բաներ քննարկել, պատրաստվել եւ այլն։ Եվ Երևանից արդեն տագնապ կար, վախ կար, որ կարող է պատահի չհասցնեն, բայց ինչը չհասցնեն, անհասկանալի էր, ոչ ոք չէր հասկանում։ Ամեն ինչ պարզ դարձավ, երբ հայտնի դառավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է գնա Թեհրան, պատվիրակության մեջ ներառելով դաշնակցական ինչ որ գործիչներ, Ռուբեն Հովսեփյան եւ այլն։ Եվ հենց այդ օրերին պետք է ազատագրվի Շուշին, եւ ինքը այնտեղ պետք է ասի, որ ինքը դրա հետ կապ չունի, պետք է տեղյակ չի, պետք է բարկանա արցախցիների վրա, դաշնակցականների վրա եւ բոլոր մյուսների վրա, եւ անպայման այդ բանը պետք է տեղի ունենար մայիսի 9-ին, որպեսզի հետագայում, երբ որ դե պարզ է հայերս պիտի տոնեինք այդ օրը, եւ որպեսզի այդ տոնը համատեղվեր երկրորդ աշխարհամարտի հաղթանակի հետ, որպեսզի ամեն անգամ ինքը կարողանար արդարանալ, որ մենք տոնում ենք ոչ թե Շուշին, այլ ուղղակի երկրորդ համաշխարհայինի հաղթանակը, դե ինչ որ մարդիկ էլ Շուշիով ոգևորված էլ կցել են այդ մեծ տոնին։ Հա, այս անհեթեթությունը, որը իրենց կարծիքով մեծագույն դիվանագիտություն էր երևի թե, սա ցույց է տալիս մեր քաղաքական տհասությունը, անհամապատասխանությունը այն իրավիճակին, այն խնդիրներին, որ այդ ժամանակ լուծվում են։ Այսինքն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ Շուշիի ազատագրումը դա մի հանցագործություն է, որ հայերս կատարում ենք, միջազգային առումով առնվազն դա հանցագործություն է, եւ ինքը պետք է ունենա իր արդարացումները։ Ինքը մեղավոր չի, այնտեղ ինքնագլուխ են արել, մենք չենք տոնում, սա տոնում ենք ուրիշ բան եւ այսպես այլ արդարացումներ։ Եվ այս նույն պատմությունը կրկնվել է բազմիցս մյուս գործողությունների ժամանակ, թե Քարվաճառի, թե Աղդամի ազատագրման ժամանակ, թե ընդհանրապես երբ որ հայկական զորքերը իջել են դեպի Արաքս։ Այս բոլոր դեպքերի համար հայկական պաշտոնական ղեկավարությունը Երևանը փորձում էր իր համար արդարացումներ գտնել։ Վերջերս չէ, մի քանի տարի առաջ աչքովս ընկավ Արցախի կարծեմ պաշտպանության կոմիտեի քարտուղարի հուշերը, որով պատմում էր Գորիսի հանդիպման մասին, որը Տեր-Պետրոսյանը Արցախի ղեկավարության հետ, այդ թվում Քոչարյանի, որ այն ժամանակ Արցախի պաշտպանական կոմիտեի նախագահն էր համարվում, երբ որ փորձում էին Գորիսում համոզել, որ Քարվաճառի գործողությունը պետք չի իրականացնել։ Ես այդ պատմությունը լսել էի գրեթե ճշտությամբ մեկ այլ այդ հանդիպման մասնակցից, գեներալ Սիմոնյանց կար, ԱԱԾ-ի ղեկավար, նա այդ հանդիպմանը ներկա է եղել եւ նա պատմում էր մի քիչ այլ ձևով, բայց գրեթե բոլոր դրվագները կրկնելով, այսինքն իրեն գնացել էին համոզեին Ռոբերտ Քոչարյանին, որ նա զերծ մնա Քարվաճառը ազատագրելուց եւ հանկարծ պարզում են, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի այն օպերացիային, որը մշակել է եւ պատրաստվում է իրականացնել Սամվել Բաբայանը, Մոնթեի եւ մյուս հրամանատարների հետ միասին եւ ծիծաղելի վիճակ է ստացվում, որ սրանց թվում է թե Քոչարյանը իրենց խափում է, բայց իրականում Քոչարյանը ուղղակի տեղյակ չի եղել այդ բանին եւ այսպես այդ էլ պատկերացնենք արդեն հայկական ներքին որոշումներ կայացնելու մեխանիզմները ինչպիսին են եղել այդ օրերին։ Ընդհանրապես մենք կարելի ասել քաղաքականապես մանկապարտեզի սաներ ենք եղել արցախյան շարժման ամենասկզբից եւ բացարձակ չենք հասկացել անգամ մեր հաջողությունների քաղաքական կշիռը, աշխարհաքաղաքական նշանակությունը եւ բազմաթիվ այլ բաներ։ Եվ դրա արդյունքը հենց եղավ 94 թվականի մայիսի հրադադարը, որը մենք ընկալեցինք հաղթանակ։
սա ամենամեծ խնդիրն էր, որը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ մեր հաջորդ սխալների վրա եւ միգուցե նաեւ վերջնական պարտության վրա։ Պարոն Աղայան, եթե իմ կարծիքը ասեմ զինադադարի մասին 94 թվականին կամ ավելի ճիշտ փորձեմ նայել ինչ իրականում ինչ հնարավորություններ էր ստացել Հայաստանը, եթե իրապես ազգային պետական շահերով առաջնորդվող քաղաքական իշխանություն ունենար, դա բացառիկ հնարավորություն էր անվերադարձ փոխել Մոսկվայի պայմանագրով տարածաշրջանում ստեղծված ճարտարապետությունը եւ դառնալ ռեգիոնալ հավակնություններ ներկայացնել ռեգիոնալ խաղացող դառնալու։ Եվ եթե մենք ի սկզբանե հասկանայինք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի բնույթը եւ այն չսահմանափակենք միայն Արցախում հայերի բնակվելու, այսպես ասեմ, բնակվելը ապահովելով չակերտավոր, այլ հասկանայինք այդ կոնֆլիկտի լրջագույն, այսպես ասեմ, հնարավորությունները, ռիսկերի հետ միասին հնարավորությունները, մենք 94 թվականին բացառիկ հնարավորություն էինք ստացել ապրիլին բացառիկ հնարավորություն ենք ստացել, եթե դրա գիտակցումը լիներ, կամքը լիներ եւ ցանկությունը լիներ, դուրս գալ դեպի Գանձակ, հարվածային դիրք, իհարկե շատերը կհակադարձեն, այնտեղ Թուրքիա եւ ֆակտորը կա եւ այլն, բայց համարձակվել այդ քայլն անել եւ անվերադարձ փոխել ճարտարապետությունը այս տարածաշրջանի, որովհետեւ նման, այսպես ասեմ, ռազմավարական հաջողությունից հետո ընդհանրապես Ադրբեջան պետության ճակատագիրն էլ անհայտ էր։ Եվ բնականաբար դրանից հետո մեր կշիռը լիովին այլ էր լինելու եւ մեզ հետ լիովին այլ կերպ էին խոսելու։ Բայց իրականության մեջ ինձ համար ինչ է մայիսի 12-ի զինադադարը, ես գիտեմ, որ եթե նույնիսկ մի կողմ դնենք ի սկզբանե այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտակցված տանում էր այդ զինադադարին, փորձում էր ամեն կերպ զսպել հայկական զենքի հաղթանակը եւ իրավիճակը չդարձնել անվերահսկելի զուտ այն պատճառով, որ ինքը կառավարում էր այլուժային կենտրոններից, դա իրավունք ունի, այսպես ասեմ, ճշմարտության որոշակի հատիկ կա, բայց ես ավելի շատ խնդիրը տեսնում եմ մեր այդ մանկամիտ մտածողության մեջ, որովհետև ինձ համար զինադադարը մի իրավիճակ է, երբ Ադրբեջանը հասկացավ, որ ինքը այդ 94 թվականի ձմեռային այդ տապալումից հետո Ալիևը հասկացավ, որ ըստ էության Ադրբեջանի ռեսուրսները սպառված են եւ ինքը հնարավորություն չունի այլևս այդ իրավիճակում պատերազմը շարունակելու եւ համաձայնություն տվեց ռուսների առաջարկին, որից մեր ղեկավարությունը, մերոնք չասեմ, ոգևորված օգտվեցին։ Ու երբ որ մենք տեսնում ենք այդ կադրերը զինադադարի, այնպեսի տպավորություն է, որ ոչ թե մի կողմում պրակտիկորեն պարտված եւ ջարդափշուրը եղած, այսպես ասեմ, պետություն է եւ մյուս կողմում մեծ զրկանքների գնով, բայց լուրջ հաջողությունների հասնելու հնարավորություն ունեցող կողմ, այլ կարծես թե հավասար կողմեր են, ավելին ադրբեջանցիները իրենց ավելի այսպես նույնիսկ լկտի են պահում։ Եվ քչերը գիտեն, որ իրականում 94 թվականի զինադադարով նախատեսված էր, փաստաթղթով նախատեսված էր, որ Արցախում պիտի տեղակայվեն ռուս խաղաղապահներ եւ այսինքն ստացվում էր, որ այդ բոլոր տարիներին հայկական զենքի հաղթանակները, երբ որ մենք մեծագույն զրկանքների գնով կարողացանք մեզ պարտադրված պատերազմում նժարը թեքել մեր օգտին, մենք մեր քաղաքական ղեկավարությունը փաստացի այդ ամեն ինչը տալիս էր ռուսներին եւ այն 20 թվականը, որ մենք տեսանք, գուցե մի փոքր այլ կոնֆիգուրացիայով, բայց եթե ռուսական խաղաղապահները մտնում են Արցախ, փաստացի դու այլևս այդտեղ որոշող չես։ Այսինքն այդ պատասխանատվության բեռից հրաժարվելու ակտ էր, հայության շահերին դավաճանելու ակտ էր, զուտ այն պատճառով, որ Ադրբեջանը արդեն սպառվել էր եւ տվյալ պահին հնարավորություն չուներ շարունակելու։ Եվ այստեղ է մեծագույն դավաճանությունը հայ ժողովրդի հանդեպ եւ այստեղ է մեր մեծագույն պարտության աղբյուրը։ Ես ըստեղ մի քանի դիտարկում անեմ, մենք հաճախ այսպես որ հետ ենք նայում, երբեմն մեր այսօրվա իրականության մեջ ակնհայտ հանգամանքները մեզ թվում է թե այն ժամանակ էլ գոյություն ունեն։ Բայց ֆիքսենք, որ այն ժամանակվա Ռուսաստանը դա ըստ էության կայսրական հավակնություններից փաստացի հրաժարված Ռուսաստանն էր։ Եվ այդ 94 թվականի հրադադարը իրանց առաջին այսպես թույլ փորձն էր տարածաշրջանում խաղացող նորից ներկայանալու համար։ Այն միֆը, որ մենք հաղթել ենք, որտեղ ռուսներն են մեզ աջակցել, ընդհանրապես դա հեքիաթ է, ոչ մի այդպիսի բան բնաբացարձակ չի եղել։ Ավելի շատերը այսօր պնդում են, որ մենք կան կարանք, որտեղ ռուսները մեզ այլևս թույլ չտվեցին շարունակել։ Հա, բայց այդտեղ ռուսները առաջին բավական թույլ
համեստ փորձն էին անում նորից տարածաշրջանում ինչ որ դերակատարություն ստանձնել, բայց եթե հենց այդ մեկ հանդիպումը որ կա Եռակողմ Սամվել Բաբայանի մասնակցությամբ, այդտեղ եթե ուշադիր լսեն Գրաչովի ելույթը, ինքը խաղաղապահների մասին խոսելուց, ասես մի տեսակ ոնց որ խնդրի, այսինքն դե կլինեն ռուս, բայց եթե չեք ուզում ռուս, ով ասես կարա լինի դա հետո մեր քաղաքական ղեկավարները կորոշեն, միգուցե ինքը հույս ուներ, որ քաղաքական ղեկավարները կպայմանավորվեն, որ հենց ռուսները կլինեն, բայց տեսեք մենք ունենք մի հանգամանք, որ այդ ժամանակ ռուսների մոտ առաջին անգամ թույլ ցանկություն էր առաջացել անձնապես ուժային ներկայություն ունենալ տարածաշրջանում եւ նա չունեցավ այդ ներկայությունը, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի հավասարապես դեմ լինելու պատճառով զարմանալի է, բայց այդտեղ այդպես է։ Թեմայի հետ կապված զրուցել եմ Մավել Սարգսյանի հետ, նա մի փոքր այլ պատմություն է ներկայացնում, որ իրականում Հայաստանը դեմ չէր։ Դեմ եղել է Արցախյան կողմը։ Եվ ինքը որպես Արցախյան կողմը, եւ ինքը որպես ներկայացուցիչ ինքը պատմել այդ պատմությունը եւ իրականում բացառիկ օրինակ է համագործակցության Մավել Սարգսյանը իհարկե ունի նաեւ հավելյալ Արցախյան հայրենասիրության տարիր է ամբողջ կերպարի մեջ։ Ինքը նույնիսկ բայց ինքը դա այդտեղ միանշանակ ճիշտ է ասում։ Եվ Արցախյան կողմն էր դեմ եւ նույնիսկ իհարկե ռուսների բավարար կշիռ չունենալը նաև բերեց դրա համար Արցախյան կողմի դեմ լինել այնպիսի process-ներ գեներացրեց, որի վերջո դեմ լինելու հիմնական փաստարկը եղել է դրա զինվորական էլեմենտը, այսինքն ոչ թե դեմ էին ընդհանրապես ռուսներին, եթե օրինակի համար այնպիսի պայմանագիր լիներ, որ չգիտեմ, ստորագրում ենք սահմանների մասին եւ ռուսները այնտեղ ինչ որ ժամանակ կանգնում են, որ հանկարծ պատերազմ չլինի, գուցե նույնիսկ համաձայնվեին, բայց քանի որ այդ հրադադարը դա ընդամենը հրադադար էր, ոչ մի երաշխիք չկար, որ ընդամենը 2 ամսից պատերազմը նույն թափով չէր շարունակվելու, հետեւաբար ընդունել այդտեղ խաղաղապահներ ինչ որ որոնք խոցելի կդարձնեին քո պաշտպանական գիծը, դա բացառված էր այդ ժամանակաշրջանում, բայց երբ որ ընդունվեց մի հրադադար, որը բոլորի ընկալմամբ շատ մեծ հավանականությամբ կարող է խախտվեր 1 ամսից կես տարուց, մի տարուց, 2 տարուց կարևոր չի, այսինքն պաշտպանական գիծը հենց պաշտպանական գիծ պիտի մնար, իսկ պաշտպանական գծի պայմաններում խաղաղապահներ չեն տեղակայվում։ Խաղաղապահները կարող են տեղակայվել, երբ որ բավական հեռացվում են հակամարտող կողմերը, այնտեղ ինչ որ բուֆերային գիծը հայտնվում, շերտը հայտնվում եւ այնտեղ նրանք կարող են ինչ որ մի բան անել տեսականորեն։ Այս դեպքում դա չկար եւ այդ մենք այդ իրավիճակի պահպանումը ունեցանք մինչեւ 20 թվական եւ դրանից հետո էլ նույնիսկ հենց այդ պատճառով են ռուսներին մերժել եւ հետագայում արդեն երբ որ ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցը սկսեց քննարկվել, խաղաղապահների հարցը դարձավ օրակարգի հարց, որովհետեւ ինքը անիմաստ էր հիմա, որովհետև հիմա արդեն չեն կրակում, ինչ որ հարաբերական անդոր էր սահմանի վրա կամ շատ քիչ էին կրակում եւ ինքը իմաստ էր ստանում այն ժամանակ, երբ որ հայերը պետք է ազատագրված տարածքների մի մասը հանձնեին, ունենային չպաշտպանված կամ վատ դժվար պաշտպանվող շերտեր, հատվածներ շփման գծում եւ այդ դեպքում արդեն իմաստ ունենար խաղաղապահները եւ այնտեղ արդեն տարբեր փուլերում քննարկում էին ինչ որ սկանդինավյան խաղաղապահներ, ռուսները ինչ որ փուլերում նորից ուզում էին իրենց խաղաղապահները խաղաղապահներին պարտադրեին, ինչ որ դրան հակառակ արևմուտքից ասում էին ուրեմն ոչ Մինսկի խմբի անդամ երկրներ պետք է լինեն, այսպեսի վեճերը միշտ զուգակցվում էին փաթեթային առաջարկների համատեքստում առանձին խաղաղապահների հարց, կարծես թե արդեն չկար, դրա կարիքը չկար, որովհետև հակամարտող կողմերը իրենց պաշտպանական գծերը լիարժեք բան էին արել։ Բայց ճիշտ է, որ հայկական պատվիրակության մեջ անգամ այդ Վաղարշակ Հարությունյանի առկայությունը, որը բոլորը նրան ընկալում էին որպես ռուսական, պրոռուսական շահերի ներկայացուցիչ, ինքը այնտեղ կարծեմ Վազգեն Սարգսյանի խորհրդականի կարգավիճակով էր, դեռ չեմ հիշում, ճիշտն ասած իր կարգավիճակը ինչ էր, բայց ասենք այդպիսի կերպարների առկայությունը ենթադրում է, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէր, առավել ևս Գրաչովի հետ Վազգեն Սարգսյանը ընկերական ջերմ հարաբերություններ էր կարողացել հաստատել, գոնե այդպես ներկայացվում էր, իսկ արցախցիները դաշտի վրա հասկանում են, որ այդ խաղաղապահները այնտեղ ուղղակի անելիք չունեն, կամ ոտի տակ են ընկնելու, կամ խանգարելու են, որ մենք կռվենք, էլի այդ երկու դերն էլ ոնց որ հեչ ցանկալի չէր այդ շրջանում։ Բայց այստեղ ես ուզում եմ
մենք վերադառնանք պատերազմի մեր ընկալմանը եւ այսօր կա նաեւ ասենց մի քիչ ուռա հայրենասիրական մոտեցում, որ մենք այդ 94-ի մայիսին կարող ենք քուր հասնել։ Կան հակափաստարկներ, այդ թվում օրինակ Մանվելին հիմա որ հիշատակեցիք Սարգսյան, ես մի անգամ արդեն ունեցել լսելու իր այն ժամանակվա իրավիճակի մեկնաբանությունները, այդ թվում ռազմական տեսակետից, ուրեմն պատերազմի այդ վերջին փուլում երկու կողմերը այնքան հակատանկային միջոցներ էին ստացել, որ գործնականում միմյանց տեխնիկան գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են։ Իսկ դաշտային պայմաններում առանց լուրջ զրահատանկային միջոցների մեծ հարձակումներ իրականացնելը բավական դժվար պիտի լիներ։ Եվ տեսականորեն կարող ենք չբացառել, որ հրադադարը անհրաժեշտություն էր օբյեկտիվ պատճառներով նաև։ Բայց այստեղ կա մի քանի շատ կարևոր բայցեր։ Ինչ էր կատարվում հրադադարի նախօրյակին։ Հրադադարի նախօրյակին ադրբեջանցիները, երբ արդեն սկսել էին հրադադարի խոսակցությունները, ուժեղ հարձակում էր սկսել այդ Մարտակերտի հատվածում, իսկ մերոնք էլ իրենց հերթին փորձում էին ազատագրել Մարտակերտի շրջանը ամբողջությամբ, հա, Լենինավանի հատվածը ամբողջությամբ փորձում էին ազատագրել։ Եվ այդտեղ շատ թեժ մարտեր եղան։ Եվ հրադադարը նաև արդյունք էր այդ մարտերի ընթացքում չափից ավելի մեծ կորուստների, այսինքն ընդհանուր Արցախյան պատերազմի միջին կորուստների համեմատ այդ շրջանը բավական կորուստաբեր էր նաև մեզ համար, նմանապես նաև ադրբեջանցիների համար։ Երբ որ ադրբեջանցիները հասկացան, որ իրենց այդ հազիվ ուշքի էին եկել, մի քիչ կազմակերպվել էին, փորձում էին հակահարձակվել, հա, տեսան, որ դա չի ստացվում, ասացին դե լավ, ուրեմն հրադադար մի քիչ ավելի երկար պատրաստվելու ժամանակ է մեզ պետք։ Եվ ողբերգությունը այստեղ սա է։ Ադրբեջանցիները հրադադարը օգտագործում են պատրաստվելու համար, մենք հրադադարը ընկալում ենք որպես կապիտուլյացիայի ստորագրում։ Հա, եւ ասենք Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը իրենց ընկալում էին ոնց որ Մարշալ Ժուկը, որը այնտեղ, չգիտեմ, Բերլինում ակտ ստորագրել Վերմախտի կապիտուլյացիայի մասին, եթե տեսնեք, թե Սամվել Բաբայանը ինչ հպարտեսքով այնտեղ նստած լրիվ այդ Ժուկովի կերպարի մեջ էր, էլի, նույնիսկ այն դեպքում, երբ որ դա դեռ հրադադարի ստորագրությունը չէր, երբ որ այդ Գրաչով այդ խորհրդակցությունը կազմակերպել էր, դա այն տեղներ, որտեղ որոշվեց, որ հա, հետո ստորագրելու են, որովհետեւ ստորագրությունը ինքնին եղել է հերակա ձևով։ Երեք կողմերը հերակա ստորագրել են, նոր ասենք ռուսները հայտարարել են, որ հա բոլորը ստորագրեցիք, 12-ին մտավ ուժի մեջ, որովհետև ստորագրությունները եղել են 1-ը 11-ին, 1-ը 9-ին, այսպես էլի։ Եվ այսա ամենացավալի բանն էր, որ մենք դա ընկալեցինք հաղթանակ եւ մինչեւ այսօր էլ ոնց է Քարոզ Արշավի ժամանակ բոլոր մնացած առիթներով մենք հաղթել ենք առաջին Արցախյան պատերազմը, չի եղել առաջին, երկրորդ, երրորդ, եղել է մեկ Արցախյան պատերազմ ակտիվացման տարբեր փուլերով եւ մենք այն պարտվել ենք։ Եթե մենք ուզում ենք ապագայում ճիշտ որոշումներ կայացնել, հասկանալ ինչոց է եւ դրանից հետո ճիշտ գործել, մենք պետք է կատարվածը ճիշտ գնահատենք։ Առաջին Արցախյան պատերազմի հաղթանակ չի եղել, եղել է որոշ հաղթական գործողություններ, ճակատամարտեր, ինչ որ շրջանների ազատագրում, սա եղել է, սա հաջողություն էր, մեծ հաջողություն էր, այդ նույն դրական խոսքերը կարող եք ասել այդ փաստերի հետ կապված, բայց հաղթանակ չի եղել։ Եվ ես օրինակ նախկինում անընդհատ երբ որ գալիս էր Շուշիի ազատագրման օրը որպես հենց տոն նշելու առիթը, միշտ ուշադրություն է հրավիրում մարդկանց, որ մենք տոնում ենք պատերազմի սկիզբը։ Մենք չենք տոնում պատերազմի ավարտը։ Շուշիի գրավումով սկսվել է պատերազմը։ Այո, ճիշտ է, ադրբեջանցիները փորձում էին արցախցիներին ընդեղից դուրս մղել, բայց հենց պատերազմ, հա, լայնածավալ պատերազմ սկսվել է այն պահին, երբ որ պարզվել է, որ հայկական բանակ գոյություն ունի, եւ այդ հայկական բանակի գոյությունը փաստվել է հենց Շուշիի գործողությամբ, հատկապես եթե հաշվի առնենք դրա մեջ ներառենք նաեւ, ասենք են Հասանաբադ, բոլոր այդ մյուս գյուղերի ազատագրումը, որոնք նախորդեցին Շուշիի գործողությանը։ Մենք փաստորեն տոնում ենք պատերազմի սկիզբը։ Եվ չենք հասկանում, որ դեռ պատերազմը չի ավարտվել եւ վերջնական հաղթանակի օրը դրա մի ուրիշ օր է լինելու։ Եվ այս անհասկացողությունը բավական մեծ վնասել է հետագա տարիներին։ Մենք մի քանի խոշոր սխալներ ենք արել, այդ թվում Արցախի նկատմամբ մեր իրավունքների ներկայացման տեսակետից, որովհետեւ
ընկանք, այսպես ասած, ինքնորոշման լենինյան սկզբունքի թակարդը եւ ոմանք այնքան լավ էին զգում իրենց այդ թակարդում, որ չուզեցին, որ մենք այդ թակարդից դուրս գանք, որովհետեւ նախ ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում Արցախը դա տարածքային վեճ էր։ Դրա շուրջ էին բանակցում Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, համապատասխան իրենց ադրբեջանցի գոլեգաների հետ միասին, դա տարածքային վեճ էր։ Բայց հայկական ներքին տրամաբանության մեջ դա շարունակում էր մնալ ինքնորոշման իրավունք։ Եվ երբ որ Ադրբեջանը շատ գրագետ ձևով միջազգային իրավունքի հիմնավորումներով ասում էր, ինչ ազգային ինքնորոշում։ Հա, մերոնք հայտնվում էին հիմիկվա այդ դոնբասցիների կարգավիճակում։ Երբ որ ասում են Դոնբասը ինքնորոշվել է կամ Ղրիմը ինքնորոշվել է, իսկ ինքնորոշումը դա ազգային ինքնորոշում է, այդ որ ազգն է ինքնորոշվել։ Հա, երբ որ Նամիբիան է ինքնորոշվում, դա ուրիշ ազգ է, որը գաղութ է։ Նրա բանից գաղութատեր երկրից բավական հեռու դա առանձին ազգ է։ Այնտեղ այդ ինքնորոշման իրավունքը ազգային է, որտեղ այնտեղ ակնհայտորեն ուրիշ ազգ է կազմավորվում։ Այս դեպքում սա ընկալվում է որպես սահմանային վեճ։ Եվ չգիտես ինչի մեր ղեկավարների գլուխը մտել էր, որ այդ տեսակետից մենք իրավունքներ չունենք։ Իրանք հեշտությամբ համակերպվել էին Լենին-Աթաթուրք պայմանավորվածությունների հետ, Ղարսի պայմանագրի հետ, երբ որ կարելի էր այսպես հրաժարվել դրանից համարելով դա խորհրդային օկուպացիայի եւ թուրքական ագրեսիայի համատեղ հետևանք, որից հայ ժողովուրդը լիովին իրավունք ուներ հրաժարվելու։ Եվ մեր արցախյան բանակցությունների հետագա պարտությունների պատճառներից մեկն էր, որ չկար այնտեղ օրինակ Նախիջևանի հարցը եւ բազմաթիվ այլ հարցեր։ Պարոն Աղայան, ես կարծում եմ, որ այն ամեն ինչ դուք շեշտ նշում եք բանակցային գործընթացի եւ մնացածի հետ կապված, դրանք գալիս են այն գլխավոր հիմնական պատճառից։ Ի սկզբանե հայ քաղաքական միտքը չէր համարում, որ Արցախը իրենն է։ Չէր համարում, որ Արցախը միացյալ Հայաստանի մաս է եւ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրից դուրս ինքը մտածողություն չուներ։ Իրենք ի սկզբանե իրենց մտքում հրաժարվել էին։ Իմ կարծիքով երկու կարևոր հանգամանք կար։ Նախ ուզում եմ անդրադառնալ ձեր ասածին զինադադարի օբյեկտիվ պատճառների հետ կապված։ Իհարկե, այն որ օբյեկտիվ առումով հոգնածություն կար, սպառվածություն կար երկու կողմից էլ եւ մեր կողմից դա միանշանակ է, բայց ես պատահական չնշեցի սկզբում, որ եթե մենք ունենայինք ռազմավարական մտածող ղեկավարություն եւ հասկանայինք այդ պատերազմի իրական աշխարհաքաղաքական արժեքը, ես կարծում եմ, որ նման ղեկավարության եւ պատերազմի իրական արժեքը հասկանալու դեպքում եւ ռազմավարական մեծ նպատակներ իր առաջ ունենալու դեպքում Հայաստանում հայություն ուներ բավականաչափ ռեսուրս, այսպես ասեմ, մի հարվածային բռունցք ստեղծել, իսկ եթե լիներ ցանկությունը, կամքը եւ տեսլականը, այդ խնդիրները, այդ սպառվածության, մեծ կորուստների եւ այլն, ես հասկանում եմ, որ կորուստները մեծ էին, բայց չավարտված պատերազմի պայմաններում հետագա տարիներին մենք շատ ավելի մեծ կորուստներ տվեցինք։ Այսինքն դա դրանք ընդհանրապես տակտիկական իրավիճակային արդարացումներ են։ Ի սկզբանե գլխավոր պատճառը, այդ թվում ձեր նշած բանակցային գործընթացը ամբողջությամբ տապալվելու պատճառը դա այն էր, որ մենք հավակնություններ չունեինք։ Մենք Արցախում ձեռք բերված հաջողությունները դա համարեցինք բեռ, եւ ես երկար եմ մտածել, մի քանի անգամ նույնիսկ գուցե հիմա կրկնվեմ, ինչն էր տարբերությունը այն ժամանակվա իրավիճակի եւ հիմիկվա իրավիճակի մեջ, 20 թվականի իրավիճակի մեջ, բացի նրանից, որ այո հանրությունների համակարգային մասով պարզ է, որ որոշակի տարբերություններ կային, պարզ է, որ այն ժողովուրդը դեռ պատերազմ չէր տեսել եւ այլն, բայց իմ կարծիքով հիմնական տարբերությունը, որը որոշիչ է եղել, դա Հայաստան վերադարձած դաշնակցությունն էր, ով ուներ, այսպես ասեմ, ռազմական բավականին թեւ, ակտիվ թեւ, ըստ էության որոշիչ թեւ, եւ ՀՀՇ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում էին, որ եթե իրենք ազգային ազատագրական պայքարը փորձեն ճնշել կամ փորձեն մի կողմ թողել այնպես, ինչպես այսօրվա իշխանություններն են վարում, դաշնակցությունը այդ քաղաքական ալիքը կսանձի եւ իրենց ուղարկի միտեղ կշպրտի։ Այլ դուք պատահական չնշեցիք իրավիճակը Շուշիի հետ կապված։ Իշխանությունը խոչընդոտներ է ստեղծում, դաշնակցությունը փորձում է այլընտրանքային իմ պատկերացմամբ էլի ավելի ճիշտ է քաղաքական լուծում տալ Երևանում, բայց ինքը փորձում է այլընտրանքային տարբերակներով լուծումներ գտնել։ Այսինքն ՀՀՇ-ն եւ Տեր-Պետրոսյանը եւ իր նման մտածողները հասկացան, որ ներկա իրավիճակում իրանք ուրիշ տարբերակ չունեն եւ այդ բոլոր ձեռքբերումները ռազմական առումով դրանք ի հեճուկս էին։ Հաճախ էր նշահարկվում, որ ինչպես կարող է նախագահը դեմ լինել, բայց օպերացիա կազմակերպվի նման իրավիճակներում։ 20 թվականին նմանատիպ քաղաքական ուժ
նմանատիպ, այսպես ասեմ, ռազմական մարտական պոտենցիալով չկար։ Եվ հանձնվողական իշխանապես չէ, որ 92 թվականին ես հետո կարդացել եմ եւ ինձ պատմել են, թե ինչպես էր Տեր-Պետրոսյանը համոզում, երբ որ 92-ին այդ ծանրագույն ժամանակ, երբ որ Արցախի 40%, այսպես ասեմ, կորսվել էր մինչև սեպտեմբեր, բազմաթիվ վկայություններ, ինչպես էր Տեր-Պետրոսյանը համոզում, որ պետք է խոսել, այսպես համաձայնվել ադրբեջանցիների պահանջների հետ։ Այն ինչ որ 20 թվական հաջողությամբ իրականացվել է, 20 թվական տարբերությունն այն էր, որ Հայաստանում նման ուժ չկար, նման պոտենցիալով ումից իշխանությունը կվախենար եւ հանձնվողական քաղաքականություն առաջ չէր տանի։ Այսինքն ինձ համար մենք այս բոլոր ցավոտ թեմաները, որ խոսում ենք, միևնույն է գալիս հանգում ենք ամենակարևոր թեմային։ Հայկական քաղաքական միտքը երբևէ չի դիտարկել հայությանը Հայաստանին որպես ինքնուրույն քաղաքական խաղացող։ Ապրել է վախերով, ապրել է կամ առաջնորդվել է դրսի ուժային կենտրոններից եկող հրահանգներով, առաջնորդվել է սեփական վախերով ու դրանով կաշկանդել է մեր բոլոր հնարավորությունները։ Բայց մի վտանգավոր բացթողում ենք արել մենք, ճակերտավոր բացթողում։ 90-ականներին մենք ցույց տվեցինք, որ ցեղասպանությամբ ամեն ինչ չի ավարտվել, որ հայությունը դեռևս ներուժ ունի դուրս գալու իրեն պարտադրված կապանքներից եւ շանս ներկայացնելու թեկուզ ռեգիոնալ խաղացող դառնալ։ Մենք դա մեր ճշնամիներին ցույց տվեցինք եւ դա նրանք շատ լավ հասկացան եւ իրենց ամբողջ քաղաքականությունը սրբագրեցին եւ մեզ շատ ավելի լավ են ուսումնասիրել եւ հիմա մեզ փորձում են վերջնական փաստացի վերջնական, այսպես ասեմ, զսպաշապիկի մեջ են գցել իրենց բոլոր նախորդ բացթողումները եւ սխալները հաշվի առնելով։ Ես պետք է միանշանակ հաստատեմ Դաշնակցության հանգամանքը, այստեղ ասվածը մի քանի տարեր ուներ, նախ մի հետաքրքիր սոցիոլոգիական հարցման արդյունքներ ասեմ, 91 թվականի նախագահական ընտրություններից առաջ, երբ Դաշնակցությունը փորձում էր պարզել հանրային կարծիքը ինչպես է վերաբերվում, այն ժամանակ տեխնացուին առաջադրել Սարգսյանին, ինչը շատերը տարօրինակ որոշում էին ընկալում, սոցիոլոգիական հարցումները հանկարծ ցույց էին տվել, որ որպես տեխնացու Սարգսյանն ունի 4.5% մոտավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանը 83 ավելի տոկոս։ Բայց որպես կուսակցություն հայ ժողովրդի 64%-ը կողմ էր Դաշնակցությանը։ Այսինքն յուրաքանչյուր 10 քաղաքացուց 6-ը միաժամանակ որպես կուսակցություն սատարում էին Դաշնակցությանը, որպես անձ նախընտրում էին Տեր-Պետրոսյանին։ Այդ պարադոքսալ իրավիճակը, ես մի քիչ ասի, մենք որպես ազգ շատ մանկամիտ էինք, շատ մանկապարտեզային մակարդակի վրա էինք, դա այդ հարցումները այդպիսի արտացոլում ուներ, բայց սա Դաշնակցության, այսպես ասած, բրենդի ուժն էր, որը որպես սփյուռքյան ուժ, որպես, չգիտեմ, սովետական միության դեմ հակադրված պայքարած ուժ, ամեն անգամ, ասենք, կենտկոմի քարտուղարները միշտ իրանց զեկույցներում մի քանի բառ Դաշնակցությանը հիշատակում էին բացական իմաստով, հա, բնականաբար այս ամեն ինչը քանդվում է, մարդիկ գնում են այն մյուս բևեռը, Դաշնակցությունը հիանալի առիթ էր ստացել իր շուրջը համախմբելու հայ ազգի մի ահռելի հատվածին, որը բազմաթիվ սխալներով ձախողեց, բայց քանի որ Դաշնակցությունը ուներ մարտական կառույց, պատմական այլև այլ հանգամանքների բերումով, այդ թվում ոչ միայն դա ուներ անցյալում, այլ նաև Լիբանանում քաղաքացիական պատերազմի պատճառով, սա Դաշնակցությանը հնարավորություն տվեց անմիջապես այդ մարտական կառույցը բերել Հայաստան, բերել Արցախ եւ Արցախի կամավորական խմբերը, այդ առաջին հրամանատարները Արկադի Կարապետյան բան եւ այլն, ինքը մականունը Դաշնակ Ագո էր, էլի, այսինքն դրանք բոլորը ամեն մի ջոկատ, դա ըստ էության դաշնակցական մի խումբ էր, որը այդ ինչ գյուղում հավաքել էր մի քանի մարդ երիտասարդների եւ ձևավորվել էր ջոկատ։ Եվ մյուս հետաքրքիր մի դրվագը Արցախ մեկնող Երևանից է, Արցախ մեկնող երկու դասակ որոշում են Դաշնակցության դրոշակով քաղաքով այսպես փոքր շքերթ կազմակերպել, ասենք շարային քայլով, լրիվ ասենք սովետական կասկաներով, մի քիչ երկրորդ համաշխարհային տեսքի, ասենք երկու դասակ քաղաքով անցնում են, հա, դա ահռելի ոգևորություն առաջացնող ինչ-որ գործողություն էր, եւ այս ամեն ինչը իրոք առանց սրա մենք այդ առաջին պատերազմը հաստատ չէինք ունենա։ Ցավոք այս հանգամանքը Դաշնակցությանը վնասեց, այսինքն Դաշնակցությունը այդպես էլ չկարողացավ իրեն ընկալել որպես քաղաքական ուժ։
ինքը որպես քաղաքականուց չկարողացավ կայանալ Հայաստանում, անընդհատ շեշտը դնելով այդ իր ռազմական կողմի վրա եւ ամեն անգամ եթե տեսնենք դաշնակցության քարոզարշավ, ինչու է պետք դաշնակցության ընտրել, որովհետեւ ինքը կռվող զորք է։ Եվ այստեղ իրենք փաստորեն բազմաթիվ առումներով պարտվում էին, որովհետև ոչ մի ձևով չկարողացան քաղաքական դաշտում հակադրվել Լևոն Տեր-Պետրոսյանին կամ ՀՀՇ-ի այդ հիմնական կորիզին, որը տարբեր հնարքներով ոչ միայն կարողանում էր դաշնակցությանը մղել քաղաքական իմաստով լուսանցք, այլ նաև կարողանում էր դաշնակցությանը մղել ոչ քաղաքական գործիքակազմով պայքարի մեթոդներին ներքաղաքական հարցերում եւ սա ընդհանուր ձևով վնասեց։ Երկրորդ վնասարար պահը դա Արցախի ղեկավարության ապադաշնակցականացումն էր։ Այդ 90-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանը ընկալում էր, որ Արցախը դա դաշնակցության հսկողության տակ է գտնվում, այնտեղ բոլորն էին դաշնակցական, ասենք արտաքին հարաբերությունները Լևոն Մելիք-Շահնազարյանն էր, որ դաշնակցության անդամ էր, խորհրդանի ղեկավարը Արտուր Մկրտչյանն էր, հետո Գեորգի Պետրոսյանն էր, եւ բոլոր տեղերում դաշնակցականներ էին։ Եվ անգամ Քոչարյանի գլխավորության պաշտպանության կոմիտեն, որ Երևանից պարտադրվեց այնտեղ, անգամ նրա կազմը մեծամասամբ դաշնակցական էր։ Եվ ըստ էության հարաբերությունները ոնց էին կառուցվել։ Քոչարյանը ինչ որ պատճառով չէր կարողացել տեղավորվել այդ դաշնակցական էլիտայի մեջ Արցախի, նմանապես Սերժ Սարգսյանը, եւ իրենք ոնց որ եկել էին Երևան տղա բերելու իրենց արցախցի հայրենակիցների վրա Երևանից տղա են բերել Լևոն Տեր-Պետրոսյանն, այսինքն տեսեք այնտեղ սաղ դաշնակներն են, մենք ուզում ենք ձեր հետ լավ լինենք, իրանք վատն են ուզում, մի խոսքով իշխանությունը Արցախում տվեք մեզ, մենք ձեր հետ լավ կլինենք, իսկ իրանք վատ են։ Եվ այսպես Լևոն Տեր-Պետրոսյանը դառնում է ՀՀՇ վարչության անդամ, դեռ արդեն 89 թվականին Սերժ Սարգսյանը իհարկե չի ընտրվում, բայց էլի ՀՀՇ-ի համագումարին մասնակցում է։ Եվ այսպես այդ երկու Արցախի երրորդը չի եղել ՀՀՇ-ականները Երևանի կողմից նշանակվում են Արցախի պատասխանատուներ։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանին անմիջապես ՊՆ-ի գծով այնտեղ տեղակալ են նշանակում եւ ամբողջ մատակարարումը իր միջոցով է իրականացվում, նա դրանով ստանում է փաստացի իշխանական լծակներ արցախյան բոլոր կռվող ջոկատները վերահսկելու համար։ Իսկ Քոչարյանին նշանակելը մի քիչ բարդ process է անցնում, նա չի կարողանում հաղթել Արտուր Մկրտչյանին եւ դրանից հետո մի քանի անգամ էլի փորձ են կատարվում, մինչև սպանությունից հետո արդեն Գեորգի Պետրոսյանին է փորձում հաղթել այդ ընտրություններում, դարձյալ չի ստացվում եւ Երևանը պարտադրում է պաշտպանության կոմիտեի ձևավորումը եւ այդ ժամանակ այնպեսի մի տպավորություն էր ստեղծվել, որ Քոչարյանը գտնում է իր հարմար դերը, այսինքն առանց Երևանի մենք չենք կարող Ադրբեջանի դեմ կռվել, ես կլինեմ արցախցիների ներկայացուցիչը Լևոնական իշխանության առաջ եւ կլինեմ Լևոնական իշխանության ներկայացուցիչը ձեզ, այսինքն ոնց որ այդ հաղորդակից անոթի դերն է կատարում ինչ որ իմաստով, չնայած այդ դերը պակասել էր ահագին, երբ որ ռազմական գործողությունները կարևոր էին դարձրել հենց զինվորական ղեկավարներին, մասնավորապես Սամվել Բաբայանն է, երբ որ շատ առաջին պլան մղվում, Քոչարյանի այդ դերը մի քիչ պակասել, բայց անմիջապես դրանից հետո Քոչարյանը ոնց որ այդ դերը արդեն բավական մեծացավ, առավել եւս եկավ վարչապետ եւ դարձավ արցախցիների ներկայացուցիչը արդեն Հայաստանի ղեկավարության մեջ, սա այդ դերը այդպես կատարեց, բայց սրանք ոնց որ մի տեսակ անկարևոր հարցեր են, ես ուզում եմ մի ուրիշ հարցի վրա մեր ուշադրությունը հրավիրենք, դա աշխարհակաղակական բաղադրիչն է։ Ամբողջ հարցն է այսօր աշխարհակաղակականությունը բավական մեռնող գիտություն, ոչ թե մեռնող, այլ իր դիրքերը զիջում է մի քիչ ավելի դեմոգրաֆիական բաներին կամ, չգիտեմ, մշակութային քաղաքակրթությունների, հակամարտություններին, բայց մեր տարածաշրջանում եւ հատկապես Արցախյան պատերազմի համատեքստում ընդհանուր մինչեւ այսօր ինքը շարունակում է շատ կարեւոր լինել։ Այսօր մենք անունը դրել ենք Տրամպի ուղի, մեզ թվում է թե այնտեղ Ամերիկան ինչ որ դեր է ունենալու, այդպես բոլոր քաղաքական մեկնաբաններին լսես, այդպես են մեկնաբանում։
Ոչ ոք հաշվի չի առնում, որ այստեղ շատ կարևոր աշխարհաքաղաքական բաղադրիչ կար։ Կովկասը առաջին հերթին դա կոմունիկացիոն տարածաշրջան է դեպի Միջին Ասիա, մի խոսքով բավական ռեգիոնալ առումով, եւ ով որ Կովկասի հաղորդակցության ուղիներին վերահսկում է, նա էլ աշխարհաքաղաքական արժեք է ձեռք բերում եւ կարող ավելի ինքնիշխան իրան համարել եւ մենք համարյա թե վերահսկում էինք։ Այսինքն մենք Արաքսը արդեն վերահսկում էինք բավական լայն հատվածում եւ առանց դրա Նախիջևանը ոնց որ իր նշանակությունը կորցրել էր եւ մենք բավական մոտ էինք Կուր գետը վերահսկելուն, ընդ որում ոչ միայն Արցախում, այլ նաեւ Ջավախքում։ Եվ բայց մեր քաղաքական ղեկավարությունը այդ տրամաբանությամբ չէր ապրում։ Օրինակ, նույն 94 թվականի մարտերը, երբ որ ասում եմ, մերոնք փորձում էին դաշտային Մարտակերտի այդ շերտը, որը երկար ժամանակ այդպես էլ չազատագրվեց, ասենց ասենք, այդտեղ այդքան կորուստներ տալու փոխարեն մենք պետք է տրամաբանորեն կատարենք բոլորովին այլ գործողություն։ Դա Շաումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, այլ կերպ ասած Խանլարի շրջանի, բայց այդ գործողությունը մենք պետք է կատարեինք Տավուշի շրջանից։ Եվ քանի որ մենք մեզ միշտ սահմանափակել ենք, այդ նույն խնդիրը մենք ունենք նաև 20 թվականի պատերազմի ժամանակ։ Երբ որ Խարվաճարի վրա հարձակվող թուրքական զորքերը, որ ահռելի ուժեր են այդպես մեզնից զբաղեցնում շրջանում, ես այնտեղից եմ, մեր դատարկություն էր, իրենք դատարկել էին զորքերը։ Իրենք սահմանապահ զորքեր էին ընդդեմ նույնիսկ բերել։ Ահռելի անհեթեթություն էր, երբ որ կարծեմ Իջևանի գնդից գումարտակ այդ երեխաներին բերում էին իրենց համար անծանոթ տեղանքում անմիջապես զոհվելու, այն դեպքում, երբ որ մի փայլուն գործողությամբ կարելի էր այնտեղ կտրել։ Տարածքային առումով ավելի մոտ էր, ավելի կարճ էր։ Առավել եւս 94 թվականին Շաումյանի շրջանը, Եղնիկների գործողությունները, բաները շատ ավելի արդյունավետ դիրքեր էին, շատ ավելի հարմար իրավիճակ էր եւ Տավուշի կողմից հարվածին անմիջապես այս կողմից էլ հարվածը կարող էր միանալ եւ այդ ամբողջ շրջանը վերցնել եւ դրանից հետո շատ ավելի մոտենալ Կուր գետը վերահսկելուն, անգամ եթե Գանձակ չհասնես, ասենք որտեղ դաշտային տեղա նորից նույն խնդիրն առաջանում, տանկեր չկան, բան չկան, բայց հասնելու կարիք չկա, սպառնալիքը կախված Գանձակի վրա բավական է։ Արդեն դա շատ հարցեր լուծում էր եւ դու կարող ես ուղղակի ասենք Բաքու-Ջեհան նավթատարի հետ խնդիր ունենալ եւ ասենք պայմաններ դնել դրա համար։ Մենք Բաքու-Թբիլիսի առանցքն էինք վերցնում ամբողջ։ Բնականաբար ճանապարհին արդեն շատ մոտենում էին եւ այլն։ Վերադառնանք հարավ։ Ընկալումը, որ Նախիջևանը, Սյունիքը, մասնավորապես Մեղրի հատվածը եւ Արցախը, մասնավորապես Դիզակի հատվածը, դրանք մեկ ամբողջություն են, դա կամ պետքա լինի հայերինը, կամ պետքա լինի թուրքերինը։ Մենք համարյա դարձրել ենք հայերինը եւ հիմա գրեթե ամբողջությամբ արդեն նվիրել ենք թուրքերին։ Այս ընկալման բացակայությունը շատ էական է։ Այդ նույն Սիմոնյանցին, Էդվարդ Սիմոնյանցին, որ հիշեցին, ինքը ոնց որ կագեբեական բեքգրաունդով հայերեն ասել մարդ է, եւ ինքը ազատագրված տարածքների պաշտպանության խմբի մեջ էր մտել եւ ակտիվ ձևով այդտեղ աշխատում էր եւ շատ խելոք մարդ էր եւ նաեւ իրավիճակին շատ լավ ծանոթ մարդ։ Մենք սկսեցինք քննարկել ինչու հայկական կողմը ժամանակին չլուծեց Նախիջևանի հարցը։ Եվ ինքը կարծես ընդդիմախոս էր, բացատրում էր ինչու դա հնարավոր չէր։ Եվ այդ հետաքրքիր վիճաբանություն էր ազատագրված տարածքների պաշտպանության գրասենյակում, որի արդյունքը ես երկար չեմ կարող պատմել այդ բանավեճը, մի կես ժամ 40 րոպե տևացող, ընդունեց, որ հա ժամանակային այս ինտերվալում մենք դա հեշտությամբ կարող էինք լուծել։ Ճիշտ է, մի փոքր բան արեց, որ հետո Թուրքիան կարող էր մի քիչ ավելի բան, բայց ընդունեց, որ Թուրքիայի հակազդեցությունը ավելին չէր լինելու, քան որ եղավ Խարվաճարի ազատագրման ժամանակ։ Այնպես է ստացվել, որ ես այդ ժամանակ Հալեպում էի եւ ամբողջ այդ սիրիական հերոստատեսությունը ոնց որ նվիրված էր հայերին, այնպես էր ստացվել, որ Փափազյանը գնացել էր դեսպանատուն էր բացում, այնտեղ Հալեպի սկաուտական կազմակերպությունը ինչ որ միջոցառում էր անում, ես էլ այնտեղ ինչ որ ժողովի առիթով էի հենց դրա հետ կապված եւ այդ նույն ժամանակ տեղի ունենում Խարվաճարի գործունեությունը եւ ամբողջ այդ թուրքական ռեակցիան բավական այդ ցուցադրվում էր, էլի թե Թուրքիան ինչպես այդ ժամանակ փակեց օթային տարածքը։ Դա մաքսիմումներ որ Թուրքիան իջակի էր անել 93 թվականին, իսկ Նախիջևանի հարցը հեշտությամբ կարող էր լուծվել 92 թվականին եւ ամենակարևոր հանգամանքներից մեկը։
Պատերազմի ընթացքում Արցախում շատ տրամաբանորեն մենք ընկալում ենք, որ ազատագրված տարածքներից պետք է թուրքական բնակչությունը ցանկալի է դուրս գա։ Անկամ եթե դուրս չէին գալիս, հետո ոնց որ հնարավորություն էր ստեղծում, որ հեռանան։ Նախիջևանի պարագայում մենք կարող էինք անել ճիշտ հակառակը եւ ունենալ մի օրինակ, երբ որ հայկական կողմից վերահսկվող տարածքում ադրբեջանցիները ապրում են, ունեն ինչ որ իրավունքներ, բայց սա արդեն հայկական տարածք է։ Եվ դա շատ օգտակար է լինելու մեզ հետագայում։ Մի դիտարկում անեմ ադրբեջանագետների հետ կապված վերջերս մի քանի ամիս առաջ, երբ որ Ալիևը Սահմանադրություն էր փոխում Նախիջևանի ավտոնոմիայի հետ կապված, երբ որ խորանում ես Նախիջևանի եւ Բաքվի կենտրոնական Բաքվի հարաբերությունների մեջ իրականում այնքան լուրջ կոնֆլիկտներ կային։ Կենտրոնական իշխանությունը չի ենթարկվել, այսինքն նման լարեր կային, լուրջ լարեր կային խաղալու համար հայերի կողմից, ընդհանրապես ցանկություն էր պետք։ Այդ սա մի քիչ մասամբ իրական, մասամբ լեգենդար դարձած պատմություն կա։ Այդ լեգենդը մի քիչ Աշոտ Մանուչարյանն է ստեղծել, որովհետև ինքը ոնց որ սիրում էր բանակցել Հեյդար Ալիևի հետ, երբ որ Հեյդար Ալիևը դեռ Նախիջևանում էր, եւ Հեյդար Ալիևը իհարկե Իլհամ Ալիև չէր։ Նա սովետական գործիչ էր եւ այսպես մի տեսակ քծնելով, պայմանավորվելով, այս տիպի բանակցող էր, էլի, եթե կարելի է այդպես ասել, եւ հեշտությամբ համաձայնության եկող էր, առավել եւս ինքը իր պատկերացումներ ուներ հայկական ուժի մասին, ասենք Սփյուռքի կշռի մասին, հայերի, չգիտեմ, հնարավորությունների մասին եւ կարեւոր մի բան հաշվի առնենք, որ Ադրբեջանը այդ ժամանակ նավթ չէր վաճառում։ Բաքու ջեյհանը չկա։ Եվ նա դա շատ լավ հասկանում էր իրավիճակը ինչպես նա եւ դա ոնց կլիներ, երբ կվաճառվեր այդ նավթը, ոչ ոք դեռ չէր պատկերացնում։ Իսկ այն որ Ադրբեջանը 3 անգամ Հայաստանից մեծ էր, արդեն հայերը ցույց էին տալիս, որ դա էական նշանակություն ունի, մենք արդեն հաղթում ենք։ Այս պայմաններում իհարկե Հեյդար Ալիևը խորամանկ ժամանակ ձգող, այսպես ժպիտով բանակցող մարդ էր։ Եվ եթե մենք վերահսկողություն հաստատենք, ես չգիտեմ այդ ժամանակ ինքը այնտեղ կլիներ թե չէր լինի, կարծես թե ավելի ուշ է եկել, հաստատ չեմ կարող ասել։ Հեյդար Ալիևը շատ հեշտությամբ կարող է համակերպվել նաև այդ դերին։ Ես դա չեմ բացառում։ Եվ բնականաբար դրա արդյունքում արդեն Իլհամ Ալիևն էլ իշխանության չէր գա, կմնային այդ խելար LGB-ի մակարդակի գործիչները կամ գուցե ուրիշ գործիչներ կգային զինվորական խունտայի ոճով, ոնց որ եղավ մեկի ապստամբություններ Հուսեյնը տարբեր բաներ կարող է տեղի ունենային Ադրբեջանում, ինչպես ցանկացած արևելյան քաղաքական մշակույթի երկրում, եւ դրանք բոլորը կարող է մեզ շատ ձեռնտու իրավիճակներ լինեն։ Մենք կախված չենք լինի այն Քաջարան Մեղրի բավական բարդ ճանապարհից, մենք ուղղակի ջուայով Պարսկաստանի հետ ոնց որ կճեղքեինք բլոկադան նաև այդ առումով եւ ավելի պակաս պատճառներ Ադրբեջանը կունենար խոսելու օրինակի համար փախստականների իրենց փախստականների թեմայի մասին, հա, որ անդադ ասում են 1 միլիոն փախստական, իրական 1 միլիոն չէ, շատ ավելի քիչ էր, բայց ասենք այդ թեման ավելի քիչ շահարկելու բան կներ։ Այդ դիվանագիտական խորությունը ոչ ոք չէր պատկերացնում։ Եվ ասում եմ, մենք ինքներս բազմաթիվ թակարդների մեջ ենք ընկել, այդ թվում այդ ինքնորոշման բանը, որը արդեն դե Նախիջևանում ոնց անես այդ ինքնորոշումը։ Եթե չես կարող, ուրեմն պետք է ինչ անես, տարածքային վեճ, ինչ տարածքային վեճ, Հելսինկի ակտ ենք ստորագրել։ Անկամ այդ պահը, տեսեք, Հայաստանը քանի անգամ 91-ի վերջ, 92-ի սկզբին ստորագրում է ինչ որ փաստաթղթեր Արցախի հետ կապ չունեցող, իր անկախության վերաբերյալ։ Եվ դրանցից ոչ մեկի ժամանակ մտքով անգամ չի անցնում հաշվի առնի Արցախի խնդրի վրա իր այս ստորագրությունը ինչպես այնքան են ոգևորված, որ հեսա անկախանում ենք, մակում դրոշակ ենք բարձրացնելու, շտապում են ինչ որ բաներ ստորագրել առանց վերապահումներ անելու, առանց խնդրի վրա այլ իրավունքներ շեշտելու, հա, որ այս մասով ասենք չգիտեմ սահմանների անխախտելիության սկզբունքը չի կարող գործել, որովհետև այս սահմանները այն սահմանները չեն, ստեղ վիճելի տարածքներ կան, այլ կերպ ասած սահման չկա, որովհետև խորհրդային միության ձևավորման ժամանակ մենք այս պայմաններում գրավել ենք, օկուպացվել ենք, այս ենք եղել, այս բոլոր բաները պարտավոր էին մարդիկ անել։ Այսօր օրինակ Ռաֆի Հովհաննիսյանը տարբեր փուլերում այսպես մեծ ինչ որ բան, բայց արտգործ նախարար որպես ինքը ստորագրել է այդ ամեն ինչի տակ։ Էլ չեմ ասում Լևոն Տեր-Պետրոսյանը եւ բոլոր մյուսները։
հա եւ մենք այս մեր մանկամտությունը բազմաթիվ այսպիսի վնասներ է մեզ հասցրել ճիշտ է հետագայում ինքնին բանակցային Մինսկի խմբի բանակցությունների փաստը հաստատում էր որ ստեղ կա տարածքային վեճ եւ հենց Արցախի այսօր որ Նիկոլական քարոշությունը շատ էֆեկտիվ ազդում է եւ երբ որ բակ էի մտնում մեքենայով այնտեղ կանգառնի մոտ կանգնած տաքսիստներից մեկը այս Նիկոլական քարոշության լավ զո դառած մեկը բոլորին գոռալով բաներ անում ախր ամբողջ աշխարհը մեզ տերորիստ էր համարում ինչա թե մենք Արցախը ազատագրել էինք հա ինչ տերորիստ Մինսկի խումբը Միացյալ Նահանգները Ֆրանսիան Ռուսաստանը միասին քննարկում էին այդ տարածքը ումը պետք է լինի հարցը տարածքի որ մասը պետք է մերը լինի որ մասը պետք է Ադրբեջանը լինի կարգավիճակը ինչպիսի մեխանիզմով պետք է սահմանվի հանրակրվեով ով պիտի մասնակցի հանրակրվեին ինչու պետք է լինի հանրակրվեի օրակարգը գոյություն չուներ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն Մինսկի խմբի շրջանակներում ակնհայտ է այդ ամբողջ բանակցային գործընթացը այդ փաստն է հաստատում ցանկացած պնդում որ չգիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժը, ես իմ երբ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջ ճանաչել են, հիմար են եղել, որ ամենտեղ վերապահումները չեն արել, բայց փաստացի իրողություններն էր, որ ամբողջ աշխարհը Մինսկի խումբը, ոչ միայն Մինսկի խումբը, այլ նաև ԵԱՀԿ-ն, որի մանդատով գործում էր այդ Մինսկի խումբը, ընդունում էր, որ այստեղ տարածքային վեճ կա, այսինքն չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ես լրացնեմ էլի պարոն Սարգսյանի ասածով, որ երբ որ ԵԱՀԿ-ում արդեն քննարկվում էր Արցախի հարցը, Ադրբեջանը որպեսզի թույլ չտա, որ դա սուբյեկտային կարգավիճակ ստանա, ինքը ըստ էության սկսեց պատերազմ։ Ինքը սկսեց պատերազմ եւ ինքը պարտվեց այդ պատերազմում։ Այսինքն նույնիսկ եթե Հայաստանը ինչ-որ բան էր ստորագրում, գետնի վրա իրողություններ են եղել այդ ստորագրություններից հետո, որոնք իրավիճակ են փոխել։ Բայց մենք որքան էլ որ խոսենք այդ բաց թողնված հնարավորություններից, որոնք չգիտեմ երբևէ կրկին կունենանք թե չէ, էլի հետ են գալիս այդ նույն մեր այդ քաղաքական խեղաթյուրված աշխարհընկալմանը, մտքի քաղաքական մտքի բացակայության, առհասարակ անկախությունն ինչի համար է պետություններն ինչպես են ապրում, ինչպես են կյանք ունենում, ինչպես են զարգանում այդ խայտարակ մոտեցումներին եւ իրականության մեջ այդ շոշափուկները, այդ մտածողության շոշափուկները ավելի այլասերված, ավելի խեղաթյուրված ձևով հասցրել են մեզ այսօրվա օրվան եւ ողբերգական այն է, ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ, որ մեր աչքի դիմաց արդեն քանի տարի կայլաս Արցախից հետո այդ աշխարհակարգը փլվում է, այդ բոլոր գրված օրենքները, չգիտեմ ինչ, ամեն ինչ մեր աչքի դեմ ճաքեր է տալիս, գցվում է ըստ էության պատմության աղբամանը, բայց հայ այսպես փորձագետների կամ քաղաքական գործիչների մի ստվարկույթ դեռևս շարունակում է այսպես թմբկահարել այդ, չգիտեմ, ճանաչված սահմանների, տարածքային անձեռնամխելիության, ամբողջականության այդ արդեն ըստ էության առերզրկված թեզերը եւ ամենապետությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքայով այսինքն մնացածից հրաժարվելու ավելի լավ ձևակերպում գոյություն չունի կարծես թե լավ բան են ուզում ասել թուրքերը գրավել են մենք պիտի ազատենք բայց հենց ինքնիշխան տարածք ասում են արդեն հանձնում են Արցախն էլ մնացածին մտածում իրենք հանձնում են Հայաստանն էլ ուղղակի դա անում են փաթեթավորված որովհետեւ Սիրիան էլ ինքնիշխան տարածք ունի, Լիբանանն էլ ինքնիշխան տարածք ունի, Իրանն էլ բոլորն էլ ունեն։ Եվ բայց եթե դու այդ ինքնիշխան տարածքը պահելու եւ պաշտպանելու ընդունակ չես, դա ընդհանրապես դառնում ես Մենք պետք է հիշենք, որ 18 թվականին, երբ որ Թուրքիայի հետ տևական բանակցությունների եւ իհարկե Սարդարապետի եւ մյուս կռիվների արդյունքում վերջապես նրանք համակերպվում են, որ հայկական պետություն պետք է գոյություն ունենա, այդ պետությունը 10000 քառակուսի կիլոմետրից պակաս էր։ Այո։ Եվ եթե այդպես կադաստրի թուղթ այդքան կարևոր լիներ, այսօրվա անգամ էս Նիկոլի 29700 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը չէր լինի, եթե այդպես կադաստրի թղթից կարճած լինեինք այն ժամանակ։ Եթե այն ժամանակ ասեին կարևոր ինքնիշխան պետականություն ունենալն է, վերջապես հասել ենք մեր երազանքին, թուրքերը դա ճանաչել են, այդպես էլ կմնայինք 10000 իրականում չէինք մնա, շատ ավելի արագ կվերանայինք։ Հիմա էլ մոտավորապես նույնն է, ուղղակի 30000-ի, կամ 30 էլ չի 29000, չգիտեմ, քանի 100-ի վրա է այդ նույն խոսակցությունը, ցավալի իրականությունը այն է, որ այսօր մենք պետք է մի ուրիշ դաժան
իրողության հետ համակերպվենք եւ այդպես կարողանանք մտածել։ Ընդ որում սա չեմ ասում նրա համար, որ ասենք դե չէ, ամեն ինչ անհույս է, ուրեմն վերջացած է։ Ճիշտ հակառակը։ Մենք իսկապես այդ միակ պատերազմում կորցրեցինք Արցախը, պարտվել ենք եւ Արցախը կորցրել ենք։ Բայց անխուսափելիորեն Հայաստանի կործանման ծրագիրը թուրքերը շարունակելու են։ Հարցը Նիկոլը կլինի, Նիկոլը չի լինի, կապ չունի, դա անընդհատ շարունակվելու է։ Հնարավորություն կա խաղաղ տարբերակով, կլինի խաղաղ տարբերակով, հա, ադրբեջանցիներ բնակեցնել, ինչ որ չգիտեմ, կոմունիկացիաների իրավունք ստանալ, տարբեր բաներ կանեն։ Որ պահին, որ դու հրաժարվես իրենց այդ խաղաղ ագրեսիային հակադրվես, այդ պահին կարող է թեժանալ։ Այո։ Հիմա բայց ակնհայտ է բոլորիս համար, որ միաժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ մենք պատերազմ չենք սկսելու։ Այն որ Նիկոլան ասում է, պատերազմի կուսակցություն չի կարող գոյություն ունենալ տեսական հարթության մեջ, պատերազմի կուսակցություն։ Եվ այդ իր հիշատակած բոլոր ընդդիմադիրները իրենց խոսույթով կիլոմետրերով հեռու են պատերազմի կուսակցությունից, եւ եթե խորանում ենք, ոչինչով չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Բայց պատերազմական փուլը, որը գործնականում անխուսափելի է լինելու, երբ որ մի պահանջները գանեն աստիճանի, որ արդեն չուզենաս կատարես, այդ ժամանակ հենց մենք ունենում ենք այդ հուսահատ դիմադրության առիթը, ինչպես եղավ Արցախյան պատերազմի ժամանակ, որը մեզ պետք է հնարավորություն տա ինչ որ բաներ վերականգնելու։ Այդ ժամանակ, երբ որ մեր դեմ է պատերազմը, համաշխարհային հանրությունն է քո կողմից, որովհետև ագրեսիայի զոհ ես դու արդեն, եւ բազմաթիվ այլ բաներ դու կարող ես ճիշտ ձևով ներկայացնել, բայց եթե դու գլուխդ մցրել ես այդ անհեթեթ պացիֆիզմը, որ այլևս երբեք մենք չենք կռվելու, ինքդ քեզ համոզում ես, որ երբեք չենք կռվելու, բնականաբար դու պատրաստ չես լինի այդ պատերազմին եւ կհայտնվես մեր այդ 90-ականների սկզբի մանկամիտ վիճակում, երբ որ մի քանի հերոսներ պատրաստ են նահատակվել, բայց քաղաքական վերնախավը ազգային ծրագիր չունի։ Հայ ժողովրդի գլխավոր առաքելությունը քաղաքական իմաստով այս պահին ադրբեջանական ապագա ագրեսիային պատրաստ լինելն է այն աստիճան, որ դա վերածվի ազատագրական պատերազմի, որ դա վերածվի ադրբեջանական թուրքական բանակների ոչնչացմանը, որոնք ներխուժել են քո տարած, որը հնարավորություն կտա քեզ նոր իրավունքներ ներկայացնել, ինչ որ բաներ ազատագրել եւ այլն։ Սա անխուսափելի է, ուրիշ տարբերակ չկա։ Մյուս տարբերակը լուծվել այն վերջին էջը փակելն է, ինչպես ասել էր Լեոնիդ Ազգալդյանը։ Մոնթեն եթե կորցնենք Արցախը կկոր։ Հա, երկուսն ասել են վերջը, հա։ Չէ, միանշանակ։ Լեովին համամիտ է, շատ կարևոր եզրահանգում էր։ Սա է, ուրիշ տարբերակ չկա, որովհետև հիմա ուռա հայրենասիրություն, ոնց որ ասենք, այդպիսի կազմակերպություններ էլ կան, որտեղ նույնիսկ ես նորոք նկատել եմ, նախկինում էլ էի նկատել, մեկը կա անդադ հրապարակում է, որ իր անձնական ջոկատները Արցախում ինչ որ թուրքերի դեմ հիմա պարտիզանական կռիվ են բանանում, այստեղ անհեթեթ բաներ էլ կան եւ կան քաղաքական նաեւ ուժեր, որոնք կարծես թե Նիկոլի պատերազմի կուսակցությունն են փորձում խաղալ մարգինալ իմաստով, բայց այն մյուսները, ովքեր իբր թե ընդդիմադիր են, սրանք փաստորեն կարծես թե ընդունելով Նիկոլ Փաշինյանի օրակարգը արդարացումի վիճակի մեջ են դնում։ Նա նրանց ասում է պատերազմի կուսակցություն, սրանք էլ ոնց ուզում են ապացուցել, որ պատերազմի կուսակցություն չէ։ Այս անհեթեթ օրակարգը մեզ տանելու է իհարկե շատ տխուր հետևանքների եւ ուզենք թե չուզենք քաղաքական այս օրակարգը առաջ մղող քաղաքական վերնախավը Հայաստանում պետք է շատ խիստ քաղաքական պատասխանատվության ենթարկվի, որը պետք է զուգակցվի իրավական պահանջատիրությամբ եւ այս խստությունը պետք է լինի այն աստիճան, որ ամբողջ աշխարհը տեսնի, հասկանա, որ բոլոր այս անհեթեթ զիջումները, դավաճանական ստորագրությունները հայ ժողովրդի անունից չի եղել։ Սա պետք է այս խստությունը պետք է աշխարհի համար ակնհայտ, ես չգիտեմ դա ինչ դրսևորումներ կունենա, բայց դա պետք է այնքան խիստ լինի, որ աշխարհի համար սա ակնհայտ լինի։ Ավելին դա պիտի խիստ լինի, քաղաքական առումով պատշիճ լինի, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր կլինի քիչ թե շատ վերականգնել հարգանքը մեր ազգի հանդեպ, որովհետև այսօր ամբողջ աշխարհը ուղղակի
ձեռք է Այդ թվում ինքնահարգանքը։ Այո, ինքնահարգանքը բնականաբար սկսում է ինքնահարգանքից, երբ որ խոսում են նույնիսկ այսօր Երևանում էլ ճակերտավոր ժողովրդավարությունից, ծափահարում են Ալիևին, ով նշում է, որ ինքը ՄԱԿ-ի ռեզոլյուցիաներն է կատարել, ցեղասպանելով Արցախը, եւ դրան ծափահարում են շատ առաջադեմ երկրների ներկայացուցիչներ եւ մեր հանրության մի զգալի հատված դրան հաճույքից նվաղում է, այսինքն, երբ որ ինքդ քեզ չես հարգում, երբ որ ինքդ քեզ սարքում ես ոտքի տակի փալած, քեզ ուղղակի ծիծաղում են, քեզ անգամ չեն խղճում։ Եվ մենք առաջին հերթին պիտի ինքներս մեզնից պահանջենք, ինքներս պիտի մեր այսպես ասեմ, այս ազգային աղետը բերածներին պատժենք, որից հետո արդեն բոլորովին այլ լեզվով պիտի խոսենք աշխարհի հետ, որովհետև այո, առաջին մեղավորները մենք ենք, բայց ոչ պակաս պատասխանատվությամբ պիտի կանչենք նաև արտաքին ուժերին, որովհետև ինձ համար Հայաստանի ապագա ազգային պետական իշխանությունը շատ խիստ լեզվով պիտի խոսի նույն ԵՀԿ Մինսկի խմբի հետ, համանախագահաների հետ, թեկուզ այն պարզ հանգամանքով, որ 26 տարի դուք երաշխավորել եք, որ Արցախի ռազմական լուծում չունի, եւ դրանք խոսքեր չեն, դուք պիտի պատասխան տաք ձեր խոսքերի համար։ Քաղաքական պատասխան շատերի հետ, չգիտեմ, ասենք օրինակ այո, ոչ միայն Զելենսկու հետ կապված ինչ որ միջադեպ է այսօր։ Այո, դա ուղղակի նույն Զելենսկու հետ պետք է ոչ թե այդ առումով ռուսական դիրքերից հարձակվես, որ այո, ինչ բանանես, այլ հակառակը, եղբայր, դու ասենք կռիվ ես անում Ռուսաստանի հետ, ասում ես, որ Պուտինը բենզակալոնկայի տնօրենն է, իսկ ինչով է այդ Պուտին կերպարը տարբերվում, ասենք Ալիև կերպարից, ինչով է ռուսական դեմոկրատիան տարբերվում ադրբեջանական դեմոկրատիայից եւ այդ ինչի է քո համար այսպեսի երկակի ստանդարտներ աշխատում։ Ստեղ իհարկե մեր մեղքն էլ կա, որտեղ մենք բազմաթիվ, ասենք Արցախում կազմակերպում ենք ինչ որ ֆուտբոլի առաջնություն Դոնբասի թիմերի մասնակցությամբ, անշուշտ մենք մեղավոր ենք այս առումով, բայց նաեւ ասենք այդ սխալները ուղղելուց հետո պետք է նաեւ համապատասխան պահանջներ ոչ միայն ասենք այն համաշխարհային, չգիտեմ, տերություններին, այլ ցանկացած գործընկերոջ, որը իրեն, չգիտեմ, այդ թվում, չգիտեմ, Իսրայել, բան եւ այլն, էլի, որոնք տարբեր առիթներով Ադրբեջանի դաշնակցի ինչ որ դրսևորումներ են ունենում ավելի կամ պակաս չափով։ Ես պայմանական դա կձևակերպեի այսպես, որ պետք է վաղ թե ուշ իհարկե այդ պահը գալու է, ձեր նշած X պահը, որտեղից կամ մենք կարողանալու ենք դուրս գալ եւ նորմալ երկիր դառնալ կամ գոնե բարձ չէ, բայց որպես հայ արժանապատվությունը ստորացված է եւ ամեն օր ստորացվում է, ես ինձ համար լուծումը, այսպես եմ, ոչ թե լուծումը, այլ այսպես եմ պատկերացնում, հակահայկական ցանկացած քայլ հետագայում ցանկացած ազգի եւ պետության քաղաքական գործի համար պիտի չափից դուրս բարձր գին ունենա, այնպես ինչպես հակահրեական քայլը այսօր բարձր գին ունի, որովհետեւ մենք մեր արյունը չենք գնահատում, մենք հանդուրժում ենք, որպեսզի մեր սպայի նոտար երկրում կացնահարեն եւ համապատասխան պատժի չենք բանանում, մենք մեր արյունը ծարկել ենք ջրի գին, բայց վաղը մյուս օրը ցանկացած եվրոպական, ամերիկյան, ռուսական, ցանկացած ազգի գործիչ, ով հակահայկական քայլեր կձեռնարկի, նա պիտի հասկանա յուրաքանչյուր իրավունքներ երկրի շահ առաջ տանել, բայց պիտի մի պահ կանգ առնի եւ մտածի։ Արժի այդ գինը, թե ոչ, արժի Բաքվից նավթադոլարներ ընդունելը, թե ոչ, որովհետև այն ինչ որ մեզ այդ աշճանը ստորացնում են եւ ստորացնում է Ալիևը եւ այսօր նույնպես ստորացնում է, դա խոցում է, այո, դա խոցում է, դա նվաստացում է ազգային։ Եվ մենք կամ այդ խայթոցը մեզ կստիպի սթափվել, կամ եթե չենք սթափվում, ուրեմն պիտի որպես պարազիտներ ազատենք տարածքը, ուրիշ տարբերակ չկա։ Պատմությունը մեզ շանսեր տվել է, մի շանս չէ, բազմաթիվ անգամ շանսեր տվել է։ Եվ այո, այդ ձեր ձևակերպման հետ լիովին համաձայն եմ, որ մեր միական ելիքը հիմա ապագա որոշիչ իրոք վերջին պատերազմին պատրաստվելն է, որը անխուսափելի է լինելու։ Եթե հարցը չհասնի Սարդարապատին, ուրեմն շատ ավելի անպատիվ խայտարակ ձևով ենք վերանալու։ Սարդարապատում գոնե շանս է լինում։ Եվ ցանկացած տեղ, որտեղ ոչ միայն հայերը, այլև ցանկացած ազգ կռվել, ինքը միշտ շատ ավելի քիչ կորուստներ է տվել, քան ճակերտավոր խաղաղության մեջ։ Դե ինչ, կարծում եմ հետաքրքիր եւ բովանդակային զրույց ստացվեց, բազմաշերտ զրույց ստացվեց, ցավոտ զրույց ստացվեց։ Եվ այդ զրույցը ուզում եմ վերջացնել Շահեն Նաթալիի մի շատ կարևոր խոսքով, որ երբ որ մենք խոսում ենք խաղաղությունից թուրքերի հետ, մենք ընդհանրապես հայտնում ենք նրանց անզեն եւ առանց պայքարի մորթվելու մեր համաձայնության մասին, որովհետեւ հայ-թուրքական հարաբերություններում թուրքերը որոշել են, որ հայերը ապագայում չկան։ Մենք որքան ենք Ջայլանի նման գլուխները ավազի մեջ թաղելու չգիտեմ։ Արդյոք մնացել է մեր
ազգային արժանապատվության այն վերջին ջիղը, որը դիպչելուց այնուամենայնիվ սթափվելու են եւ ասելու են բավական է։ Եվ ամենակարևորը, եւ եթե այդ ջիղը մնացել է եւ եթե մի պահ մենք ասելու ենք բավական է, ուրեմն պիտի գիտակցենք, որ այդ բավական ասելու պահին պիտի պատրաստ լինենք մղել մեր վերջին կռիվը։ Եթե ճիշտ պատրաստ լինենք, ժամանակին պատրաստ լինենք եւ մեր ամբողջ ներուժը հավաքենք, վստահ եմ, որ այդ վերջին կռիվը կարող է դառնալ թշնամու իրական վերջին կռիվը։ Այսքանը շատ կարևոր եւ խորհրդանշական օրեր են մեզ համար։ Ես կուզեմ, որ մայիսի 12-ի խորհուրդը մենք վերաքննենք, վերագնահատենք, որպեսզի մեր պատմության այդ կեղծիքի մի շերտ եւս ճեղքենք, որովհետեւ միայն սեփական սխալները վերագնահատելուց, վերաքննելուց, պատճառները վերհանելուց է հնարավոր խուսափել նույն սխալների կրկնությունից եւ փոխել ապագան։ Շնորհակալություն մեզ դիտելու համար։